Ես այդքան քաչ չեմ, ուխտի վրա նստած հոգուս անապատներով անվախ անցնելու համար։ Ուստի փնտրում եմ մարդ, որը կամ կվերացնի անապատը հոգուս, կամ կձևացնի, թե նժույգով գալիս է ինձ փրկելու և ես կհավատամ նրան։ Կամ էլ ամենաարագ ու հեշտ միջոցով կսպանի ինձ, որպեսզի ստիպված չլինեմ այդ ահռելի անապատը լցնել արհեստական կաղնիներով, արհեստական լճակներով, արհեստական ձկներով և թռչուններով, թեպետ ես դրա վարպետն եմ։ Ես կարող եմ հորինել ինչ ուզեմ։ Պարզապես հորինածիս հավատալու համար ինձ մարդ է պետք, ով ինձնից շատ ավելի վարպետ հորինող կլինի, ով կլինի հանճարեղ ստախոս, ով այնպես կպատմի ինձ կյանքի մասին, որ ես իմ մաշկի վրա դարերով նստած ավազի շերտերը ջրից դուրս եկած շամ պես թափ կտամ և կվազեմ ետևից, ավազի անծայրածիր գոյության վրա բարձր ծիծաղելով, խենթի պես սիրելով ինքս ինձ և ոտքերիս շարժումը, հեվքիս ձայնը և ճանապարհս, որի վերջը թեպետ չեմ տեսնի, սակայն կպաշտեմ երկարությունը նրա, եթե անգամ երևակայությանս չափերին այն չհամապատասխանի։ Նժույգով մարդ, անսահման անվախ, աչքերի մեջ հոգուս անապատների բնաջնջումը, թևերի մեջ ես, սիրահարված ամենահանճարեղ իր ստին, որին հավատալու համար ոչ մի ջանք չեմ թափի, չեմ տքնի, չեմ քրտնի կասկածից, չեմ ամաչի սեփական խելքս քամուն հանձնած լինելու համար և ինչքան լայնանան անապատիս սահմաններն ու ինչքան ահագնանա պարապս, երջանկությունից լաց կլինեմ, որ դեռ վազում եմ առանց հոգնելու, վազում եմ խելագարի պես նրա ետևից, ով միլիոնավոր կաղնիներ ուսերին վերցրած առաջնորդում է ինձ դեպի այն ահռելի խիտ ու կանաչ անտառը, որտեղ այնքան շատ ծառ ու ծաղիկ կա։ Իսկ ես այդ առատության մեջ կմոռանամ ինքս ինձ և կնետվեմ գիրկը երևացող կյանքի, որը լեփ-լեցուն է լացացնելու չափ սքանչելի հանճարեղ ստերով։ Ես այդքան քաչ չեմ հոգուս անապատներով անվախ անցնելու համար և հենց վախից խենթի պես սիրում եմ քեզ, խենթի պես սիրում եմ։ Ես կարող եմ հորինել ինչ ուզեմ։ Ահա այս խոսքերով Նուշիկ Միքայելյանը մեզ հրավիրում է դեպի իր գրականության աշխարհ։ Բարի երեկո, հարգելի հյուրեր եւ շնորհակալություն, որ ընդունել եք գրողի այդ հրավերն ու այսօր այստեղ եք։ Նայելով դահլիճին, ես վստահորեն կարող եմ ասել, որ այս սրահում ներկա են մարդիկ, ում համար Նուշիկ Միքայելյան գրողի ու բանաստեղծի տիրույթները ծանոթ են, բայց վստահ եմ, որ կլինեն նաև մարդիկ, ովքեր եկել են առաջին անգամ մոտենալու, մերձենալու այդ գրական տիրույթների, այդ տարածությունների, այդ աշխարհների հետ ու այստեղից իրենց հետ տանելու հանդիպումը գրողի երկու ժողովածուների հետ։ Գիտեք, որ այսօր մեծ ուրախությամբ ձեզ հրավիրել ենք միասին նշանավորելու Նուշիկ Միքայելյանի երկու ժողովածուների լույսընծայումը եւ հատկանշական է, որ դրանք արտացոլում են հեղինակի ստեղծագործական վերջին 15 տարիների խտացումը։ Ձևի անկումը Արցախ ստեղծագործությունների ժողովածու է, որը նվիրված է, ինչպես Նուշիկն է ասում,
իր հոգու 3 սյուներին։ Նուշիկի մորը Անի Թորանյանին, հորը Հակոբ Միքայելյանին եւ քրոջը Նանոր Միքայելյանին։ Իսկ ահա մոռացված դրախտի նոր հասցեն բանաստեղծությունների ժողովածու է, նվիրված ակադեմիկոս, աստղաֆիզիկոս, գրող էսեիստ Գրիգոր Գուրզադյանին, Նուշիկի ամուսնուն, կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանին, եւ այստեղ պետք է մեջբերեմ Նուշիկի խոսքերը, որովհետեւ շատ գեղեցիկ են։ Իմ ավիկին, ինձ շնորհված միակ կյանքի միակ սիրուն։ Եվ ուշադրություն Արեգի Ավետիսի Բերբերյանին։ Կրկին Նուշիկի խոսքերով իմ զավակին, որի ծննդից հետո ես հասկացա, թե ինչ բույր ունի երջանկությունը եւ ինչպիսի դեմք հրաշքը։ Այսօրվա շնորհանդեսը իր ձևաչափով ինչ որտեղ շատ նման է ձեզ ծանոթ գրական երեկոներին, որտեղ ներկայացվում է հեղինակի անցած ուղին, ստեղծագործությունները, բայց մենք փորձել ենք ձևաչափի մեջ որոշակի նորություններ մտցնել եւ հուսով եմ դրանք կարժանանան ձեր ուշադրությանը։ Ես ընթացքում ձեր ուշադրությունը կհրավիրեմ այն հատվածներին, որոնք մեր կարծիքով նոր են ու հնարավոր է, որ հետագայում այս ձևաչափի մաս դառնան։ Ուրեմն այսօր բացի այն ձևաչափից, որը դուք գիտեք որպես գրական երեկո եւ այն հատվածից, որը ես ու Նուշիկն ենք հորինել, բնական է պետք է լսենք մասնագիտական խոսք եւ մեկնաբանություն հայաստանյան գրական ոլորտի հեղինակավոր ու նշանավոր անունների կողմից։ Եվ հիմա ուզում եմ սիրով բեմ հրավիրել գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Բաղչինյանին, ով նաեւ այսօր ներկայացվող զույգ գրքերի խմբագիրն է։ Համեցեք պարոն Բաղչինյան։ Շատ մեծ պատիվ էր, որ առաջինը ինձ խոսք տվեցիք, որտեղ ավելի արժանավոր խոսքեր ասողներ կան, բայց ոչինչ, խմբագրի իրավունքով ես ասեմ հետևյալը։ Բնականաբար արվեստի եւ գրականության մեծ սիրահար եմ, բայց հատուկ սեր ունեմ պոեզիայի նկատմամբ եւ դա գալիս է այն քաղաքից, որտեղ ես ծնվել եմ եւ ապրել եմ երկար ժամանակ, դա Թիֆլիսն է, դա Սայաթնովյան մթնոլորտն է եւ այդ ժամանակվանից սկսած մինչեւ այս տարիքս, մեղմ ասած բավական առաջացած տարիքս, ես սիրահարված եմ պոեզիային եւ ինքս գրել եմ ժամանակին բանաստեղծություններ, հետո անցել եմ բանաստեղծությունների ուսումնասիրությանը, հատկապես հայ միջնադարյան բանաստեղծության, հետո նաեւ կատարել եմ թարգմանություններ, հատկապես ֆրանսիական պոեզիայից եւ այս բոլորը ասում եմ մի բանի համար, որ ինձ դժվար է զարմացնել բանաստեղծական ինչ-որ տողով կամ պատկերով, բայց արի ու տես, որ եղավ մեկը, Նուշիկ Միքայելյան անունով, որ ինձ ծերուկիս լավ զարմացրեց, հիացրեց եւ ինձ պատիվարեց խմբագրելու իր այս երկու գրքերը, որոնցից մեկը պոեզիա չէ, անբանապես արձակ երկերի ժողովածու է, բայց ինձ համար պոեզիա է, պոեզիայի շարունակություն է, արձակ պոեզիայի մի յուրօրինակ դրսևորում է։ Ուրեմն գործ ունեմ ես բանաստեղծի հետ, լիարժեք երկու բանաստեղծական ժողովածուների, որի համար ես շնորհավորում եմ եւ ինձ, որպես խմբագրի, եւ հեղինակին բնականաբար, եւ մեզ բոլորիս եմ շնորհավորում։ Խմբագրելու ընթացքում ես չէի դիմանում գրիչը ձեռքիս եւ ինչ որ տողերի կողքին միշտ նշում էի գերազանց է, հրաշալի է, կեցես Նուշիկ ջան եւ նման բաներ։ Ես հիշում եմ, որ ժամանակին երբ երիտասարդ էի, մի շարք հանդիպումներ եմ ունեցել իմ ավագ սերնդի վարպետներից մեկի հետ, Համո Սահյանի հետ եւ խոսել նրա հետ պոեզիայի տարբեր խնդիրների մասին
Եվ մի անգամ Համոսայանը ասեց, բանաստեղծությունը ծնվում է մեկ տողից։ Յուրաքանչյուր բանաստեղծության հիմքում դրված է մեկ տող։ Այդ մեկ տողի շուրջը գոյանում է բանաստեղծությունը ամբողջապես, անկախ չափից, բայց տանողը, կրողը, դոմինանտը այդ մեկ տողն է։ Դա իմ մեջ մնաց եւ իսկապես ինչքան պոետիկա բանաստեղծական գործեր եմ կարդում, հիշում եմ եւ ընտրում եմ այն տողը, որը հիմքն է դարձել տվյալ բանաստեղծության։ Այս գրակի տարած նուշիկի բանաստեղծությունների մեջ ոչ թե մեկ, երբեմն երկու, երբեմն երեք տող կա, ու չգիտես որ տողի շուրջն է, որ նա կառուցել է իր խոսքը, իր զգացմունքը, իր խոհը, եւ դա ինձ բավական զարմացրեց եւ հիացրեց, եւ ես տեսա, որ ես գործ ունեմ իսկական բնածին, բնատուր, անկեղծ, թողեք ասեմ, նաեւ մեծ բանաստեղծի հետ, եւ նշել մի հանգամանք։ Այսօր ինքն էլ ինչ-որ միտեղ գրել է, որ այնքան էլ բանաստեղծության ժամանակներ չեն, առևտրական լեզվով ասած, բանաստեղծության մեծ պահանջարկ հիմա չկա ոնց որ թե, բայց նայելով ահա այստեղ ներկաներին եւ ինչ-որ գրական աշխարհի որոշ երևույթներ նկատի ունենալով տեսնում եմ, որ չէ, այսօր էլ կա բանաստեղծության պահանջարկ, բայց իհարկե այն պահանջարկը, որ մենք տեսել ենք, երբ որ բանաստեղծական ժողովածուների համար նույնիսկ խանութների ապակիներ էին ջարդում, այդ պահանջարկը դեռևս չկա, բայց քանի որ գործ ունենք տաղանդավոր բանաստեղծի հետ, գիտեմ, որ նա ինչքան որ այսօրվա բանաստեղծ է, այնքան եւ ավելի շատ գուցեև ապագայի բանաստեղծ, քեզ ապագայում շատ ավելի բարձր կգնահատեն, որտեղ քո պոտենցիալը չափազանց մեծ է, երևի ինքդ չես պատկերացնում ինչեր ես գրել, հրաշալի խորքով, ներքին այսբերգի հետ ամբողջ տարողությամբ բանաստեղծությունները, լեցուն բանաստեղծություններ են, որոնք իրենց քննադատին եւ գնահատողին կգտնեն անպատճառ։ Ես հիշում եմ գրականագետներից մեկը բանաստեղծությունը համեմատում էր կնոջ հետ, ասում էր բանաստեղծությունը պիտի լինի կնոջ նման կամ գեղեցիկ, կամ հմայիչ, կամ հետաքրքիր, կամ ինտելեկտուալ։ Նուշիկ Միքայելյանի բանաստեղծությունները եւ գեղեցիկ են, եւ հմայիչ են, եւ հետաքրքիր են, եւ ինտելեկտուալ։ Կեցես Նուշիկ ջան, շնորհավորում եմ։ Շնորհակալություն պարոն Բաղչինյան։ Հետաքրքրական է, որ Նուշիկ Միքայելյանը ծնվել է արվեստով լեցուն մի միջավայրում։ Գրականությունը, թատրոնը, երաժշտությունը, սրանք նախ եղել են Նուշիկի ծնողների աշխարհները եւ հետո դարձել են իրենը։ Ոստի շատ տրամաբանական է, շատ բնական է նաեւ, որ Նուշիկի գործերի առաջին ընթերցողը, նույնիսկ ինչպես ինձ հայտնի դարձավ սևագրերի ընթերցողը եւ առաջին քննադատը նրա մայրն է, դերասանուհի Անի Թորանյանը։ Մենք այսօր առիթը բաց չենք թողնում, հրավիրելու նրան այս բեմ, որպեսզի հենց նրա շուրթերից հնչի այսօրվա առաջին ստեղծագործությունը, տեղի ունենա պրեմիերան։ Համեցեք, սիրելի Անի։ Ի սկզբանե որ բաններ, այս հարցն է տալիս իր ընթերցողին ու աշխարհին Նուշիկ Միքայելյանը։ Շնորհակալ եմ։ Ի սկզբանե որ բաններ։ Արվեստը։ Տիեզերքի անձնագիրն է, որի ձևին ու բովանդակությանը նայելով միայն կարելի կլինի բնութագրել գոյության սկիզբն ու վերջը, իսկ վերջից հետո նաև անվերջության քարտեզը։ Արվեստը մեծ պայթյունից մինչև հավերժություն ձգվող ճանապարհն է, որտեղ ապրում է հազվագյուտ մարդը։ Բեմից դուրս կամ բեմում բացում է բերանը եւ նրա հոգին ձայնի միջոցով տիեզերքի բոլոր ընծաները վերադարձնում է տիեզերքին եւ դա կոչվում է երգ, ներդաշնակ, խորապես հուզող, բյուրավոր այլ հոգիների հետ մտերմացող, ընկերացող, ազդող։ Նույնն է անում խոսքը, բառը,
միտք ու զգացում համատեղած գրականությունը, որը մեր բանաստեղծություն է, մեր պատմվածք, մեր վեբ կամ էսե եւ բոլորը արևի տակ մեծ պայթյունից ցակ ու ծրիվ եղած բջիջների, գազերի, ջրերի, հողերի, եղեգների, բաց կապույտ մանր դաշտածաղիկների համար ապրելու աշխարհ են ստեղծում։ Տաղանդավոր հանճարները կամ հանճարեղ տաղանդավորները ավելի մոտ են լինում կրակ արևին, ավելի մոտ մեծ պայթյունի պատմության առաջին տողերին եւ ավելի շատ ու շուտ են եռում նրանք, երմանջրի պես գոլորշիանում, վերադարձնելով տիեզերքին, տիեզերքի հոգին։ Ու հանկարծ հնչում է սիմֆոնիա, չունի մրցակից տիեզերքում, ոչ մի նյութեղեն հոգի կամ հոգեղեն նյութ մարդուց բացի արվեստ չի կարող ստեղծել։ Սիմֆոնիա չի կարող ստեղծել եւ չի կարող ողջ կենթանական աշխարհից, օվկիանոսների հատակից, ջրերի մակերեսից, գետերից, լճերից, լեռներից ու ձորերից, անխտիր բոլոր տեսակի ոչ մարդ բնակիչներից իրար կողք կողքի բերել մի խմբի, որն ունակ կլինի սիմֆոնիա նվագել, զգալ նույն ռիթմը, զգալ երաժշտությունն իր շերտերով, զգալ ապրումը, զգալ մեղմությունն ու հանդգնությունը, զգալ տիեզերքի բաբախող սրտի լացն ու ծիծաղը, սերն ու կիրքը, կարոտն ու հրաժեշտը, ծնունդն ու մահը։ Մեծ պայթյունից թափված մանր ու անտեսանելի թվացող այս էակները ստեղծել են մի բան, որը տիեզերքի մասին պատմող բազմահատոր բառարան է։ Գոյության սկիզբն ու վերջը իրար կապող շղթա, առանց որի սկիզբը կկորցնի իր վերջը եւ վերջը կուրանա իր սկզբին։ Իսկ սկզբանը էր որ բանը։ Եվ արդյոք միևնույնն է, թե որ բանն էր ի սկզբանե։ Արվեստը հենց այդ հարցն է բարձրացնում։ Մի կտոր կտավի վրա մի քանի գույն, վրձինը թաթախում ես ներքի մեջ ու հանկարծ ներսը դուրս է գալիս սովորական էակի իր ապրելակերպից եւ սկսում է ահռելի փոփոխություն կրել։ Տակն ու վրա է ներ աշխարհդ։ Հուզվում է նկարիչը։ Ականջների մեջ սիմֆոնիա կա բանաստեղծություն, կա երգ, կա ձևի ու բովանդակության համատեղումը եւ դրանց արձանագրումը կտավի, թղթի, քարի, մաշկի կամ գետնի վրա։ Որևէ մոլորակ կսկսեր կյանքի համար նպաստավոր լինել, եթե այնտեղ եւս ի սկզբանե լիներ բանը, բանալին, բան ու գործը, ստեղծագործը։ Իսկ մարդը բան է, երբ ստեղծում է արվեստ։ Մարդը բան է, երբ այնպիսի փոփոխություններ է առաջացնում իր եւ իր նման 100,000 միլիոնավորների միտք հոգու բջիջներում, այնպիսի ալիքներ բարձրացնում, աղաղակներ լռեցնում եւ լռություններ վերածում աղաղակների, որ ի սկզբանե շարունակվում է ապրում, սնվում, հասակ առնում, աշխատում, ստեղծում, կյանք անում։ Արվեստը բանալին է կյանքի դռան, որը երբ բացվում է, անմահությունն է սկսվում։ Փորձեմ մի քիչ պատմել իմ մասին։ Մի քիչ, որովհետև շատը արդեն կգտնեք իմ գրքերում։ Սկսենք։ Ծնվել եմ Հալեպում։ Այսպես սկսում են բոլոր կենսագրությունները, որովհետև ծննդավայրը կնիքի պես բան է։ Այնտեղից աշխարհի որ ծայրն էլ գնաս, այն մնում է սրտիդ ու մտքիդ վրա։ Իսկ ես Հալեպում ոչ միայն ծնվել եմ, այլև ապրել եմ 22 տարի։ Ծնողներս Հակոբը եւ Անին են, արվեստագետներ են, գրին եւ բեմին նվիրյալ մտավորականներ, որոնց պտուղն եմ ես։ Չեմ կարող չհիշատակել նաեւ պապիկիս, Թորոս Թորանյանին, ով իմ պատանեկան գրական փորձերը ինձանից թաքուն հրատարակեց գրքույկի տեսքով, այդպիսով դեպի գրականություն տանող առաջին կախարդական դուռը բացելով իմ առաջ։ Ընտանիքս իմ ծնված օրվանից էությանս խմորի հետ շաղում շաղախում էր Հայաստանը այնպիսի գիտակցված ջանքով,
որ ես ու Հայաստանը դարձել էինք իրարից անբաժան։ Հալեպում, բայց Հայաստանից անբաժան։ Եվ այդ անքակտելի կապը ավելի հզորացավ մի մարդու շնորհիվ, որին բոլորս հիմա անչափ կարոտում ենք։ Սոս Սարգսյան։ Հրավիրվել էր Հալեպի Աթամյան թատերախումբ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսում Ջասպր Մակգրեգոր խաղալու, որտեղ ես էլ մի փոքրիկ դեր էի ստանձնել դերասան ծնողներիս կողքին։ Երեխա էի, սիրահարվեցի Սոս Սարգսյանին։ Հավատացնում եմ լուրջ սեր էր դա, որը նրա Երևան վերադարձից հետո վերածվեց գողտրիկ նամակագրական կապի։ Նա ինձ ուղղած իր վերջին նամակն այսպես ավարտեց. Էստի, համեցեք։ Այդպես էլ արեցի։ 1998-ին 23 տարեկանում մշտական բնակություն հաստատեցի Երևանում։ Մենակ։ Եվ քանի որ շատ մենակ էի, սկսվեց իմ չափազանց դժվար, բայց բոհեմական կյանքը։ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնի ուսանող էի։ Շատ լավ էի երգում, սակայն օպերային երգչուհու ճանապարհն անցնելու համար ինձ ասեցին, որ ես պետք է հրաժարվեմ բնասարար իմ բոլոր սովորույթներից, անքնությունից, մինչև լույս նստել գրելու իմ գիշերային ապրելակերպից, խմելուց, ծխելուց։ Դժվար էր։ Որոշեցի երգարվեստը հանգիստ թողնել եւ էությանս չդավաճանելով մնալ գրող։ Թեպետ այնուամենայնիվ ավարտեցի երաժշտանոցը։ Գրողի ճանապարհը շեշտված միայնության ճանապարհ է, բայց այդ ճանապարհին իմ կյանքում սկսեցին հայտնվել մեծատառով մեծ մարդիկ, որոնց հետ իմ հանդիպումները ընդարձակեցին հոգիս ու միտքս եւ մղեցին ինձ լրջանալու։ Գրիգոր Գուրզադյան, Կարպիս Սուրենյան, Հենրիկ Բախչինյան, Երվանդ Տեր-Խաչատրյան։ Յուրաքանչյուրն իր լուման է ներդրել իմ կայացման գործում, եւ ես մինչ օրս փորձում եմ գտնել մի բառ, որն իր տարողությամբ ավելի մեծ ու լայն կլինի, քան շնորհակալությունը։ Այո, բանաստեղծ չեն դառնում, բանաստեղծ ծնվում են։ Սա առաջին զգացողությունն էր, որ ես տարիներ առաջ զգացի, հասկացա դեռևս առաջին փոքրիկ հրաշալի գրքից։ Նուշիկը ծնվել է բանաստեղծ, նրա աշխարհը, նրա տարերքը, նրա դիեզերքը հոգուխոսն է, բացարձակ, ազատ, անկաշկան։ Այդ վայտանքները, այդ տարապանքները, այդ տարապերումները ինչպես կա, եւ այդ ամբողջը արվեստի չափանիշներով մնալով ամենակիրեցիկ խոսքի, ամենակիրեցիկ ռիթմի, ամենակիրեցիկ երաժշտության նշտում։ Մուշիկի պարագան ինձ մտածել է տալիս շատ մեծ ժամանակահատվածի եւ մասշտաբների համար։ Նուշիկը բանաստեղծության ոսկին է իր էությամբ, ամբողջությամբ։ Նրա ամեն մի պատկերը բանաստեղծություն է։ Նրա ամեն մի բառը բանաստեղծություն է։ Եվ միջ այլոց այնքան ընդրված ոչ մի ավելորդ բան չես գտնի նրա բառ, չես գտնի նրա բանաստեղծությունների մեջ։ Եվ ամենից սիմվոլիկ է։ Նա միայն զգացումների բանաստեղծ չէ, նաև խոհի բանաստեղծ է։ Քանի որ խոսքը Նուշիկի մասին է, որին ես արդեն հետևում եմ քանի մի 10 տարի, մայրը Սիրելյանին տարիներ առաջ բերում էր բանաստեղծություններ, որ գրել էր իր աղջիկը դեռևս դպրոցական տարիքին։ Կարդում էր ինքը, հետո ես աչքերիս չհավատալով ինքս էի կարդում, տեսնում էի հագնված բանաստեղծական մի խորք, մի այսպես ինչ ասեմ, գծիկ, որը պատրաստ լավ խող գտնելու դեպքում
պիտի պատրաստ լիներ այդ քերու, ինչպես այստեղ շատ գեղեցիկ ձևով ասվեց, բացվելու եւ հիացնելու մեզ իր բանաստեղծական նորանոր, նորագյուտ, ուրեմն պատկերներով։ Տարիներն անցնում էին ոչ այնքան թեթև ու հեշտ, ինչպիսին նաև մեր երկրի կյանքներ։ Բայց գրականությունն ու արվեստն ընդհանրապես շարունակում էին գերել ինձ, հատկապես որ ես Երևանում Աստծուց եւս մի պարգև ստացա։ Մեծ սեր վայելելու անանց զգացումը, ով այս ֆանտաստիկ կոմպոզիտորի, հետո նաև սքանչելի կյանքի ընկերոջ պատկերով ներկայացավ ինձ։ Ու փառք Տիրոջը, որ մենք երաժշտությունից ու բառից բացի նաև այս հրաշքը ծնեցինք։ Հայաստանը ինձ համար բոլոր թանկ մարդկանց, բոլոր տիեզերական լույսով օժտվածների հոմանիշը դարձավ։ Կա մարդը, ուրեմն կա նաև Հայաստանը։ Իմ ու ձեր հզոր տունը, այո, հզոր տունը, որի հատակից մինչև առաստաղը, սյուներից մինչև կամարները և պարտություններից մինչև հաղթանակները մեկ քայլ է և մեկ բառ՝ սեր։ Հարգելի հյուրեր, այս ֆիլմը կամ այս տեսաշարը ընդամենը 7 րոպե տևողությամբ, բայց կարծում եմ հաջողությամբ մեզ տարավ Նուշիկի ճանապարհով, մենք կարծես նրա հետ անցանք այդ հետագիծը, ովքեր չգիտեին բացահայտեցին իրենց համար այս ճանապարհը, ովքեր գիտեին, կարծում եմ կարոտախտի պահեր ապրեցին, տեսնելով նաև շատ թանկ ու կարևոր մարդկանց։ Այստեղ նաև որոշակի խոսք լսեցինք, վերլուծություն լսեցինք Նուշիկի ստեղծագործության մասին, որը այդ խոսքը իր հերթին ժամանակի քննությունը բռնած խոսք է, որովհետև տասնամյակներ առաջ է հնչել։ Բայց այսօր նույնպես պետք է արդիական խոսք ու վերլուծություն լսենք, եւ այդ առիթով մեր հատուկ հյուրերից մեկը նույնպես այս պահին դուրս կգա այստեղ կմիանա ինձ այս բեմում բանաստիրական գիտությունների թեկնածու, գրականագետ, գրաքննադատ, դոցենտ Անի Փաշայանն է այստեղ, ում հրավիրում եմ բեմ։ Բարի երեկո, սիրելի բարեկամներ, 2025 թվականը իրավամբ հայ գրականության համար շատ բեղուն է, այս պատճառով Նուշիկ Միքայելյան, արձակագիր, բանաստեղծ, էսեիստ և դրամատուրգ, քանի որ պետք է խոսել գրողի մասին այսօր ամբողջական պատկերով, ես սիրում եմ սովորաբար միշտ ասել այն նորույթները, որը գրողը բերում է գրականություն։ Այո, մենք կարող ենք շնորհանդեսներ կազմակերպել, անվերջ խոսել, բայց ամենակարևորը ինչ է բերել այս գրողը, ինչ նորույթներ է նա բերել մեր գրականություն իրավամբ և հաստատապես։ Առաջինը նա խնայում է ընթերցողին, սիրում է տարածության և ժամանակը այնքան մոտեցնել, որ հիշում ենք Արտավազդ Փելեշյանի դիստանցիոն մոնտաժը։ Ես երբ ընթերցում էի այս շարքը արձակի, անջապես հիշեցի Փելեշյանի ֆիլմերը, որոնք խիտ են, որոնք ցնցող են, որոնք ամեն պատկերի հետ մտորել և խորհել են տալիս և ընթերցողի և դիտողի համար գյուտ են, որովհետև Նուշիկը խնայում է ընթերցողին, նա չի պատմում երկար, 21-րդ դարը արագությունների և հիացումների դար է նաև։ Այո, այդ միայնակությունը գրողի ալիք է դառնում և դառնում է հնչյուն, որտեղ նա տալիս է տարբեր անուններ և բերում է նոր բառեր, նոր ընդհանրացումներ և նոր մտորումներ կյանքի ճանապարհի մասին։ Նախ վերնագրերը, ձևի անկումը, այո, Նուշիկը ջարդեց այն կանոնը, որ պատմվածքը միայն պատմվածք պիտի լինի, որպես գրականության արձակի ծանր հրետանի, կամ էսե պիտի լինի իր բոլոր ձևերով, որպես խոհափիլիսոփայական խոհագրություն և պիեսը պիես պիտի լինի, սակայն նա կարողացավ դարձյալ մոնտաժել, միացնել նրանց, ագուցել, խնամել, վերլուծել և բարձրացնել
եւ հնչեցնել նույնիսկ հաուսի ռիթմը եւ բոլոր արվեստներին միակցել։ Սա է հետաքրքիրը։ Այո, այստեղ գրականությունն է, այստեղ երաժշտությունն է եւ գեղանկարչությունն է։ Միթե սա հրաշք չէ։ Եվ եթե խոսում ենք արձակի ռիթմի մասին ընդհանրապես, երաժշտական բառերով ասած, ես տեսա պրեստո տեմպը։ Այստեղ պրեստոն է, նա անհանգիստ է։ Սակայն հանդարտ է իր ներքին հոսքով, որովհետև լավ պատմող է։ Նա կարողանում է կերպավորել, նա հրաշալի կերպարներ է բերել այստեղ, նորույթներ հենց կերպարի ձևավորման առումով։ Ինչպես է նա կերտում, ինչպես է նա խոսում, ինչպես է բերում նոր մարդուն, այո, կատնավաճառ տղան կարող է նայել երկնքին եւ գեղեցիկ լուսին տեսնել, մի պատառ, որը պատկանում է իրեն եւ դարձյալ գնալ, խորասուզվել դեպի լույսի միջնաբերդը։ Միթե սա գեղեցիկ չէ։ Երբ սովորական հասարակ մարդը մտավոր է, այո, մարդիկ հետաքրքիր են, յուրաքանչյուրին նա գրողը տեսնում է առանձին։ Եվ առաջին գործը հենց Ձևի անկումը, որը նա անվանում է լինել եւ չլինել։ Երբ մութ է, դու կտեսնես այն, իսկապես ուզում ես տեսնել։ Ընդհանրապես գրողների մետաֆորներն են շատ հետաքրքիր։ Նուշիկը սիրում է տուփը, որը լայնարձակ է իր համար։ Այդ տուփը կարող է մեծանալ, պայթել, շարժվել, լույս դառնալ, բարփակվել, խտանալ եւ ինքը այլ մութի միջից անգամ լույսի ծվեններով կարող է մեծ տիեզերք գնալ դեպի որպես բանաստեղծ եւ մեզ իր ետևից տանել։ Տեսնում եք ինչպիսի գրականություն է սա խորքային, տիեզերքին հայող աչքերով, որը ապագա ունի։ Ես համոզված եմ, որ Նուշիկ Միքայելյանի գործերը անպայման կունենան իրենց լավագույն ընթերցողներին, ինչը մեզ այսօր ամենաշատն է պետք, ընթերցող։ Ներքին պիեսը, այ եւս մի հետաքրքիր մետաֆոր, բոլոր գործերում ներքին պիես կա։ Դա շատ լավ կարող է բեմում նստել, աշխատել, ունենալ իր դիտորդին, իր հանդիսատեսին, այսինքն պիես դառնալ, բեմադրություն, եւ պատահական չէ, որ Ձևի անկումը վերջին գործը հենց պիես է, այսինքն մենք տեսնում ենք դրամատուրգիական ժանր։ Ընդհանրապես այս հեղինակը Նուշիկ Միքայելյանը, շատ աղանդավոր մեր սիրելի Նուշիկ Միքայելյանը կարողացավ ստեղծագործել տարբեր ժանրերում։ Ես որպես գրականագետ ուշով միշտ հետևում եմ սրան, ովքեր են այն գրողները մեր, որոնք զորել են բոլոր ժանրերում, միայն պատմվածք չեն գրել կամ էսե, ուշադրություն դարձնենք անցյալին, առանց անուններ տալու հիշենք, որ մեր մեծ գրողները միշտ գրել են տարբեր ժանրերով։ Այո, նրանց գրիչը զորել է եւ պատմվածքի, եւ պոեմի, եւ բալադի, եւ հեքիաթի, եւ էսեի, եւ խոհագրության, եւ նամակներում։ Վերնագրերն են հետաքրքիր, Ամադեուսի աղոթքը, մարդը պետք է կանգնի աղոթի եւ այդ ժամանակ էլ օգնի մյուս մարդուն։ Աղոթքի եւ աղոթքի տարածության ժամանակի միջև տեղի ունեցող իրադարձություններ։ Թվում է պետք է հնչի Մոցարտ, բայց հնչում է Արետա Ֆրենկլին։ Անդադ լսում ես Արետա Ֆրենկլինի հետաքրքիր ռիթմը։ Այստեղ հոգու մաքրությունն է, ասում է օճառել հոգին, պատկերացնում եք, այսինքն այնքան մաքրել, այնքան մոտենալ Աստծուն, միանալ նրան, յուրահատուկ աղոթք։ Ծուղակը, հետաքրքիր էսե, պոետին չի կարող փրկության հասնել պոետը։ Բոլոր ծուղակներում են, բոլորը լույս են փնտրում, բայց նայում են լույսի հակառակ ուղղությամբ։ Այո, սա էսեի նոր տեսակ է, խոհագրության նոր տեսակ, որը տանում է դեպի փիլիսոփայական խոր ընդհանրացումները։ Մեծ կյանքի ճանապարհը ես առանձնացրել եմ այն գործերը, որոնք ինձ առանձնապես հետաքրքրել են, քանի որ ժողովածուն կայացած է, ժողովածուն հրաշալի արահետ է, նորովին նայելու մեր կյանքին, նորոգելու կյանքը, այո, այսօր Հայաստանը զարգացող երկիր որպես պիտի նաև հայացք նետի այսպիսի գրականությանը։ Եվ իհարկե մի գործ, որը կարող է ընդհանրացնել բոլորին, դա դարը, էսսեն է, որտեղ երևում է գրողի սերը արվեստի բոլոր անկյունների նկատմամբ։ Նա սկսում է հետաքրքիր ձևով Ռախմանինովից եւ Ռախմանինովին խորապես գալով եւ հասկանալով տալիս է մի փոքրիկ հատված, այսպես պատկեր ռիթմի։ Դաշնամուրի կափարիչի շրխկոց դեմքին Ռախմանինովի, նա որ հրաշալի կոնցերտներ է գրել դաշնամուրային, որը ցնցել է աշխարհին։
Եվ հենց ռիթմիկ քաոսը այստեղ այս մետաֆորը ի հայտ է գալիս, կամ Հոլբերտի վրայից գետնին նետված վանգոգյան արևածաղիկներ թաց կարմիրի մեջ։ Ընդհանրապես այս ամբողջ աշխարհը Արցակի այս հետաքրիր դրսևորումները մեկ բառով կարծես արևածաղիկներ լինեն թաց կարմիրի մեջ։ Եվ վերջում ասնում է գրականության միջև Աստծուն հասնելը, խոսելով Դանթեի մասին, հիշելով նրան, որը կանաչ տերևի կարծես հոտ բերի աշխարհ եւ փրկի բոլոր խեղճերին իր հետաքրքիր գրականությամբ։ Եվ որպես ընդհանրացում Աստծուն տեսնելու եւ դեպի Աստծուն գնալու այս տենդը, այս մեծ տենչը անընդհատ շողարցակում է Նուշիկի ստեղծագործության հյուսվածքներում։ Իհարկե հնարավոր չէ չանդրադառնալ նաև համբույրը գեղեցիկ ստեղծագործության, գեղեցիկ, որտեղ կերպավորված Էդուարդը, մեծ դերասանը, որ հրաշալի է կարողանում խաղալ լիր, բայց չունի ընտանիք, նա չի հասկացել ամբողջությամբ, բայց կրում է իր մեջ լիրին եւ ցնցում է հանդիսատեսին եւ չգիտի ընդհանրապես ինչպես են սիրում եւ գրողը նրան տանում է դեպի սեր, ուղղակի ընդառաջ կյանքին եւ խոր այս հակադրությունը չզգալու կյանքում եւ բեմում խաղալու ապացուցվում է, որ պետք է սիրել կյանքում։ Այո, Նուշիկի գրականությունը մեծավ մասամբ սիրո մասին է եւ պոեզիան եւ արձակը պետք է կարդալ նրա գրականությունը, շնորհակալություն ինձ լսելու համար։ Եվ վերջում ես ուզում եմ մի հետաքրքիր բան էլ ասել, շնորհակալություն Հենրիկ Բախչինյանին այսպիսի խմբագրական տեսքով գիրքը փայլեցնելու համար եւ ես առաջին անգամ եմ տեսնում, որ խմբագիրը այսպես զրուցում է իր գրողի հետ, հենց սկզբում, այսինքն չի գրում վերլուծություն ինչ որ, այլ հենց ուղղակի խոսում է, հրաշալի է։ Շնորհակալություն։ Ինչպես Տիկին Փաշայանը օրինակներով նշեց իր խոսքում, Նուշիկ Միքայելյանի գրականության մեջ երաժշտություն շատ կա։ Նրա կյանքում երաժշտություն շատ կա, նրա ընտանիքում երաժշտություն շատ կա։ Ու այսօր մենք որոշեցինք համադրել երկուսը՝ խոսքն ու երաժշտությունը։ Եվ հիմա ուզում եմ բեմ հրավիրել շատ սիրելի ու շնորհաշատ տաղանդաշատ դերասաններ Տաթև Հովակիմյանին եւ Սամվել Թոփալյանին, ովքեր կընթերցեն Նուշիկի ստեղծագործությունները, ու երիտասարդ ստեղծագործող երաժիշտ Վան Բերբերյանին։ Բազմապատկման աղյուսակը փլուզվում է ամեն սպասման հետ։ Եվ օրերն ու ամիսները դադարում են ենթարկվել որևէ տոմարի։ Սպասման իմ ժամանակը թվեր շապիկը հանած ամբողջովին մերկ, կանգնում է քեզ հանդիպելու ամենահավանական կետում։ Եվ տիեզերական հաշվապահի ճշգրտությամբ կարոտին կարոտ գումարում։ Ձմեռն որ է քեզ իր մոտ կպահի ջերմանալու համար։ Իսկ ես որպես ճակատագիր կընդունեմ իմ ամառ չունենալու քո վճիռը։ Ամադեոն իր մեծահարուստ ծանոթին պետք է հանդիպեր հայտնի սրճարանում, նպատակ ունենալով նրան հրավիրել իր արվեստանոց մի նկար վաճառելու հույսով։ Տնից դուրս եկած կտավի վրա կիսատ թողեց իր սիրելի բնորդուհու առանց աչքերի դիմանկարը, մի քանի օրվա իր քաղցածությունը կոծկելու նպատակով հագավ գույնն ու տեսքը պահպանած միակ ներկայանալի կոստյումը, կոկիկ սափրվեց, գլխին դրեց իր նրբագեղ շագանակագույն գլխարկը, բացեց գրասեղանի բանալիով կողպված երկրորդ դարակը, որտեղ ամիսներ առաջ էժան գնով վաճառած նկարի համար ստացած գումարից մի քանի մետաղադրամ մի կողմ էր դրել։ Եվ գծանկարների տետրեձեռքին քայլերն ուղեց դեպի սրճարան։
Երկուսով նստեցին սրճարանի բացօթյա ազատ սեղաններից մեկի շուրջ։ Մեծահարուստն անմիջապես պատվիրեց մի շիշ շատո մարգոգինի եւ նախուտեստների 3 տեսակ։ Ամադեոն քիչ խոսեց։ Գրեթե ոչինչ չկերավ, քիչ խմեց, քաղաքավարի ժպիտով փորձեց արձագանքել իր սեղանակցի անարվեստ պատմություններին։ Մտքում անընդհատ հաշվեց սեղանին դրված գինու եւ նախուտեստների ընդհանուր գումարը։ Եվ երբ վերջապես երեկոն մոտեցավ ավարտին, նա արժանապատվությունից դրդված առաջարկեց, որ ինքը վճարի հաշիվը։ Մեծահարուստը ոգևորությամբ եւ շնորհակալությամբ ընդունեց Ամադեոյի առաջարկը, չպատկերացնելով, որ նկարչի գրպանի պարունակությունը նրա դժվարությամբ հավաքած ողջ հոգեպահուստն էր։ Մեծահարուստն իր այցը հետաձգեց անորոշ ժամանակով, ակնարկելով անհետաձգելի մի ճանապարհորդության մասին եւ ամեն մեկը գնաց իր ճանապարհով։ Ամադեոն չափազանց արագ քայլերով վերադարձավ արվեստանոց եւ դուռը ամուր փակելով դրսի աշխարհի երեսին, ինքն իրեն վերստին տեղավորեց իր ներսում, որտեղ պատերին կախված իր հարյուրավոր խելահեղ նկարները կարծես փշրվում, փոշիանում էին բացակա աչքերի մի ահռելի պտտահողմ ստեղծած իր ներկայության շուրջ։ Կներեք, կարդացիք պատմվածքներս։ Նա Աստղոսլումի զանգեց հրատարակչին։ Ով է։ Հոմերն է։ Չհիշեցի։ Այն, որ երեկ եւս զանգել էր ձեզ, ասացիք, որ զբաղված եք կարևոր գործերով եւ խնդրեցիք ինձ այսօր եւս զանգել։ Ճիշտ ասած, շատ են ինձ զանգողները եւ ես այդքան շատ մարդկանց հիշել չեմ կարող։ Իլիականի հեղինակն եմ, պոեմս ձեզ եմ փոխանցել 5 ամիս առաջ, երբ մենք պատահաբար հանդիպեցինք հին ձեռագրերի ցուցահանդեսին։ Գուցե այդպես է, բայց չհիշեցի։ Կույր եմ, գուցե ինձ այդպես հիշեք։ Օ, կույր, չհիշեցի, ներող եղեք։ Տրոյական պատերազմի մասին ելույթ ունեցա, գիտեք, տասնյակ ելույթներ եմ լսում, հազարավոր տողեր եմ կարդում և չեմ կարող բոլորը հիշել, մասնավորապես եթե ինձ շատ չեն տպավորում։ Բայց ես լավ հիշում եմ, դուք իմ ելույթից շատ էիք տպավորված, անհնար է, կհիշեի։ Ես մասնագետ եմ և արժեքավորը մտապահել գիտեմ։ Ես նույնիսկ հիշում եմ, դուք իմ հետևյալ տողերը հավաքվածների մոտ բարձրաձայն կարդացիք։ Երկիր Մուսա, քենը երկիր Պելևսածին Աքիլեսի, քենը դժնյա, որ անհամար ցավեր բերեց ակայեցոց, որ բազմաթիվ դյուցազների գահավիժեց դժողքնի վար և դին նրանց դարձրեց կեր թրջունների և շների։ Սխալվել եմ գուցե, հիմա պոեմներ չեմ կարդում, ներեցեք, որ այդքան անկեղծ եմ, լռություն տիրեց, ներող եղեք, որ ձեր սուղ ժամանակը խլեցի, հազիվ լսելի ձայնով պատասխանեց Հոմերը, ոչինչ, այդպես էլ է պատահում, ցավոք, մեր աշխատանքային օրվա մեծ մասն անցնում է բոլորին մեկ առ մեկ լսելով, թեպետ այդպիսով մենք վատնում ենք իսկական հանճարներին բացահայտելու մեր ժամանակը, ձեզ հաջողություն։ Հոմերն անջատեց հեռախոսը, բարձր ու ծանր ճակատը խոնարհեց և ափերով փակեց կույր ու խոնավ աչքերը։ Եզերքն անսահման է և բնակեցված տարբեր աշխարհներով, գոռում էր Ջորդանուն, որին թաղի բնակիչները խելառ էին անվանում այն բանի համար, որ նա անընդհատ աստղերից և այլ աշխարհներից էր խոսում, երդվում էր, որ գույներն ու ձևերն այսքան սահմանափակ չեն և դեռ այնքան գույներ ու ձևեր կան մյուս աշխարհներում։ Նա բոլորի համար անհասկանալի լեզվով էր անընդհատ խոսում, ուստի մարդիկ նրան սովորական մարդ չէին համարում և սարսափում էին նրանից։ Հատկապես, երբ նա գլխարկը ճակատին իջեցրած, քթի տակ տարօրինակ նախադասություններ էր մրթմրթում։
Նա մերթ մենակ բարձրանում էր քաղաքամերձ հայտնի բլրի գագաթին, մերթ իջնում էր ձորը, հետո նորից բարձրանում մի քարի վրա եւ գոռում էր «Տիեզերքն ասահման է» եւ բնակեցված տարբեր աշխարհներով։ Թաղամասի բնակիչները զայրանում էին Ջորդանոյի ձայնից, քայլելու ձևից, տարօրինակ խոսքերից ու մտքերից, որոնք հասու չէին նրանց։ Ուստի նրանց վերջնականապես ձերբազատվելու համար որոշեցին մի գիշեր նրան այնպես պատժել, որ այլևս ձայնը դուրս չգա։ Աստղերն այնքան շատ ու լուսինն այնքան հստակ էր այդ գիշեր, երբ Ջորդանոյին, որը բարձրացել էր հայտնի բլուրի գագաթ, աստղերին հետևելու, այնպես ծեծեցին, ոտքերով այնքան հարվածեցին գլխին ու որովայնին, որ նա այլևս չկարողացավ որևէ շարժում կատարել։ Նրան շարժացած մարմնի վրա դյուրավառ հեղուկ թափեցին եւ այրեցին Ջորդանոյի ձայնը, մարմինը, մտքերն ու երազանքները։ Նրա վերջին շունչը կրակի հետ բարձրացավ երկինք եւ մի թանձր ու կարմիր մշուշ ծածկեց երկնքի անթիվ անհամար աստղերը։ Պապ, լսի ինձ, մի խանգարի տղաս, կարևոր բան եմ դիտում։ Մամ, գնայես ինչ եմ անում։ Խանգարում ես, բալիկս, հիմա չեմ կարող, կարևոր գործ ունեմ անելու։ Եվ մարդիկ անտեսեցին բոլորին, Ամադեոյին, Հոմերին, Ջորդանոյին և նրանց նման միլիոնավոր երեխաների, որոնք ծնվել էին տեսնելու անտեսանելին և աշխարհին ցույց տալու երևույթը։ Կամ մի անձնական տարածություն քո կյանքում, որտեղ դու ավելի մեծ ես քո պատյանից, եւ որտեղ դու լաց ես լինում հանճարեղ տողեր գրած բանաստեղծի պես, անգամ եթե մեկ օր առաջ դու սպանել ես նրան, ով քեզ էր նայում փրկվելու հույսով։ Կամ մի անձնական տարածություն քո կյանքում, որտեղ դու իմն ես, ես քոնը, անգամ եթե երբեք չենք ճանաչել իրար, եւ որտեղ դու իմ քունքի վրա չես պահում երկաթե այբուբենը այրան եւ կարմիրով չես սրբագրում էությունս, որի սխալները ամենաամայի դաշտի ամենաճերմագերիցուկներն են։ Կամ մի անձնական տարածություն քո կյանքում, որտեղ դու հանում ես քարե շապիկը, դու վազում ես դեպի ծովը ներսիդ, նրա կապույտ մակերեսին աղոքները նետելու, եթե անգամ դու տեսնում ես, որ Աստված հորիզոնին նստած ձուկ է որսում։ Կամ մի անձնական տարածություն քո կյանքում, որտեղ դու մենք միշտ հաշտվում ենք, եթե անգամ քո դեմ իմ կռիվը կյանք է, իմ դեմ քո կռիվը խիզախություն։ Կամ մի անձնական տարածություն քո կյանքում, որտեղ դու մի պահ չես մեռնում։ Ես չգիտեի մայր լինել։ Ես 13-14 տարեկան հասակում բանաստեղծություններ էի գրում կյանքի մասին ու տնից դուրս գալուց առաջ հայլուն չէի նայում։ Աղջիկ էի, որ մի օր պիտի դառնար կին, հետո մայր։ Աղջիկներին բնորոշ նազանքն ու հեզանքն իմը չէին, եւ մայրս ամեն անգամ, երբ հագնում էի ջինսը տաբատս, քայլվածքիս մասին էր խոսում, հիշեցնելով, որ տղամարդու նման քայլելու իմ սովորությունը ինձ կվանի տղամարդկանցից, իսկ ես պարտավոր եմ սովորել կանացի լինել, սրունքներս իրար կպցրած ու թեք նստել։
մեջքը սողած քայլել ու ամենակարևորը ժպտալ հնարավորինս շատ։ Որովհետև մշտապես անտրամադիր մարդիկ սիրելի չեն լինում։ Ինքս իմ մտքում միշտ ժպտում էի ու վստահ էի, որ ժպիտը դեմքիս վրա հստակ ուրվագծվում է, սակայն երբ պատահաբար ներքին ժպիտս փորձում էի որսալ հայլու վրա, չէի գտնում այն։ Զարմանում էի, որ հայլին չի ցույց տալիս, թե ես իրականում ինչպիսին եմ։ Զարմանում էի, որ ես ժպտում եմ, իսկ հայլին դա չի նկատում։ Ստիպված էի լինում ներքին ժպիտս երբեմն վերածել արհեստական լայն ժպիտի, որպիսի հայլու համար դյուրընթեռնելի լինեմ։ Ու այն վերջապես ինձ ներկայացնի այնպիսին, ինչպիսին իրականում կամ։ Հայլիների հետ իմ փորձարկումների արդյունքում հասա այն եզրակացության, որ ես միևնույն է ժպտերս մարդ չեմ ու հանցանքն ամբողջությամբ դրեցի ոչ այնքան նրբագեղ քթիս վրա, մտածելով, որ երևի դիմագծելիս կոպտությունը թույլ չի տալիս կանացի ու հմայիչ երևալ։ Եվ այդպես աղջիկ ծնված լինելու բեռը վերցրած ինքս իմ մեջ դժգոհում էի այդ հիմար խաղից, ներքին վիրավորանք զգալով այն բանի համար, որ պարտավոր եմ այս կամ այն ձևն ընդունել ամուսնանալու հետո էլ մայր դառնալու համար։ Բանաստեղծություններս նկատում էին մտածող մարդիկ, ու ոմանք ինձ ասում էին, որ տղամարդու թափով է գրված տողերս, շշմում էի, որ բոլոր մեծ ու լավ բաները տղամարդկանց են վերագրում, բայց ներքուստ ուրախանում էի, որ համեմատում են տղամարդու հետ։ Արևելքում ծնված աղջիկ էի ու ծնողներս ինձ տված ազատություններով հանդերձ որպես աղջիկ թերարժեքության զգացում ունեի եւ ինչպես շատ ու շատ աղջիկներ հաճախ էի կրկնում հետեւյալ միտքը. հաջորդ անգամ երբ աշխարհ գամ տղամարդ եմ ծնվելու։ Հետո տարիներ անց երբ սկսեցին ինձ սիրահետել տղամարդիկ եւ երբ նրանց աչքերի մեջ սեր տեսա, ինքս ինձ խոստովանեցի, որ այն ու ամենայնիվ երևի ինձ հաջողվել է լինել այն, ինչ ինձ կոչել են աղջիկ։ Աղջիկ կամ կին լինելը փաստորեն կոչում էր, ինչպես կոչում էր տղամարդ լինելը։ Սահմանված էին այդ երկու պատկանելիությունների բոլոր բնորոշումները եւ դրանց խախտումը մի ամբողջ ճակատագրի խախտում կարող էր դառնալ։ Իսկ թե ինչն էր եւ որն էր ճակատագիրը, այդ մասին ինձ ոչինչ չէին սովորեցրել։ Չէին սովորեցրել, որ բանաստեղծություններ գրողը կին կամ տղամարդ չի լինում։ Եվ չէին ասել ինձ, որ բանաստեղծությունները գրում է երեխան միայնով հանգիստ կարողանում է մերկանալ բոլորի ներկայությամբ, չգիտակցելով մերկ լինելու իմաստն անգամ։ Հայելիների մեջ ես այդպես էլ չգտա ինձ։ Հայելիների մեջ ես չգտա իմ բանաստեղծությունները, թեպետ ինձ թվում էր, թե դեմքիս, աչքերիս, ուսերիս, ծնկներիս փոխարեն բառեր, մտքեր, սերեր ու ժպիտներ են կախված։ Հայելիները խաբեցին ինձ եւ բոլորին, որովհետեւ տիեզերքի ձևը տեսան միայն բովանդակության առջև կույր լինելով։ Եվ բոլորին պարտադրեցին հավատալ միայն իրենց։ Բոլորին պարտադրեցին ամեն օր ձևը սանրել, ձևը շպարել, ձևով հիանալ եւ ձևից ամաչել։ Ես չգիտեի մայր լինել։ Սակայն մայրացա բանաստեղծություններից մեջքին թամբած նորացնից, որ աղջիկն ու տղա էր, որ կին ու այր էր, որ հայր ու մայր էր, որ մարդ էր ու Աստված։ Եվ որի դիմաց աշխարհի բոլոր հայելիները խոնարհվեցին, ընդունելով ձևի կայսրության սքանչելի անկումը։
Պիտի գնաս, երբ գիշերը առաջվա պես կարճ չի թվում։ Եվ երբ պահը ահ է կախված առաստաղից, շիկացման լամպ, որն այրվել ու չի վարվում։ Պիտի գնաս, երբ կանգնած ես մեն միայնակ անդաստանում, ուր հասկերը պրկված ու ձիգ հովերի հետ չեն օրորվում, քո այծի հետ չեն շորորվում, քո կայծի հետ չեն բռնկվում։ Պիտի գնաս, երբ սեղանի թափված գինին ոչ թե ճիճն է խաղողենու կամ երազդ տասնապատկված հատիկներում, այլ սփռոցի վրա դաջված չանհետացող կարմիր բիծ է։ Պիտի գնաս, երբ բարերից ձեռքերի մեջ ձեռքերը քո չեն մերկանում, տարիքը չի իմբոստանում ու չի լարվում քո մանկության խաղալիքը, որի երգը տոնն էր սրտիդ, ու հրճվանքիդ երապոտույթ զրնգաձայն հին բանալին։ Պիտի գնաս, երբ քո տաշած մաշած նավին ձկնորսների ուրկանը սին, իսկ նավաստին գլխահակ է։ Պիտի գնաս, երբ քո բեմին ուղված ծափերն աներջանք են, խոնարհումդ փառքի պատրանք, խաղդ թույլ ու անարձագանք։ Պիտի գնաս, երբ ամենաշատն ես մնալ դու ցանկանում, երբ ամենից քիչն ես ցանում, վեր ելնում, բայց չես բարձրանում։ Պիտի գնաս բոցից զատված ծխի նման պարույրի պես, պիտի գնաս լուսավորած, հուրը մարած խարույկի պես, պիտի գնաս ժամանակին, մեջքդ շիտակ, նստած թամբին, կյանքի սանձով խփած կյանքին, հոգնակից հոգնած շամփին նետած հետքդ այն եզակին, որի կյանքը շիկացման լամպ, ճառագայթդ է, ձեռքդ է, մեկնած տիեզերքին։ Ախր հասկացիր, ես այնքան խնդիրներ ունեմ, որ ինձ հետ ընկերություն անելը պատուհաս կդառնա քո գլխին։ Չեմ ուզում ընկերներ, որովհետև սիրում եմ նրանց։ Հերվից ինձ սիրելն ավելի հետաքրքիր է։ Հենց մոտենաս կսկսեմ ամաչել ու տխրել, որովհետև մի նոր խնդիր կարող է բարդվել սերիդ։ Ես չեմ հավատում այն հայտնի ստին, թե իբր ընկերը ցավ ու հոգսը կիսելու համար է։ Աշխարհում ոչ մի ընկեր ընկերոջ ցավը կիսելու համար չէ։ Աշխարհում ոչ մի ընկեր չի սիրում կրակն ընկնել։ Ընկերները լավն են, երբ հեռու են ու շատ բան չգիտեն քո մասին։ Չգիտեմ, որ դու գիշերները դողում ես ցրտից։ Չգիտեն, որ վախենում ես շներից, առնետից ու քեզ հետևող ստվերից։ Չգիտեն, որ ձեռքերդ խոնավանում են, երբ չես ուզում բարևել մեկին։ Չգիտեն, որ պարով ծածկում ես քո անքնությունը։ Չգիտեն, որ երբեմն չես պատասխանում իրենց զանգերին, որովհետև պարզապես այդ պահին չես ուզում դուրս գալ քո լռությունից։ Չգիտեն։ Եվ եթե իմանան կսկսեն հեռանալ։ Ինչպես բարձր ալիքից հեռանում են նավակները, հեռանում են, որ չվնասվեն, որ հանկարծ չսուզվեն, որ հանկարծ չխորտակվեն։ Իսկ ես շատ եմ նման բարձր ալիքներին, թեպետ ունեմ աշխարհի բոլոր մնացած ալիքների բաղադրությունը։ Ես էլ եմ ջուր։ Ես էլ եմ փրփուր, ես էլ եմ իմ մեջ կրում կապույտ գույնի գաղտնիքը։ Ախր հասկացիր, ես այնքան խնդիրներ ունեմ, որ կարող եմ մեկ-մեկ անտեղի ծիծաղել ու դա քեզ կարող է անբնական թվալ։ Կարող եմ երգել, երբ երգելու տրամադրություն չունի ոչ ոք, կարող եմ գոռալ ու գոռալ, երբ քնած երեխա կա սենյակում, կարող եմ մեռնել, երբ դրա ժամանակը չէ, ու կարող եմ ապրել, երբ բոլորն իմ մահվանն են սպասում։ Չէ, ես
անսպասելի ու անկանխատեսելի չեմ, վտանգավոր ու առեղծվածային չեմ, ես պարզապես մարդ եմ, որի մասին դեռ ոչ ոք ոչինչ չգիտի։ Մարդ եմ, որ դեռ ոչ ոք չի ուսումնասիրել ու սիրել, մարդ եմ, որ կարող է կին ու այր լինել, միաժամանակ երեխա ու ծեր, համբերատար ու անհամբեր։ Մարդը, որ անուն ու ազգանուն չունի, ժամանակ ու պատմություն չունի, անցյալ ու ներկա չունի։ Ես պարզապես մարդ եմ, որի միջով են անցնում տիեզերքի բոլոր ռիթմերը, օվկիանոսների շնչառությունը, ծառերի մկրտությունը ջրով, ծիծեռնակների հայացքը, գայլերի կարոտը, խոտի գունափոխումն ու տաք ծովերից բարձրացող գոլորշին։ Ես պարզապես մարդ եմ, որի ծնե դատապարտված է միայնության, որպիսի ընկերներ որոնելու ճանապարհին գրի առնի պատմությունը կյանքի։ Քո անունով երկիր անդունդների վրա պատրած քող եմ փռել հսկա եւ քայլերի դիմաց շարել որոգայթներ եւ ուղիներ ուր սեր չկա։ Քո անունով երկիր երազների լույսին շաղ են տվել 1000 չղջիկ մթագնա եւ դրոշմել կրծքիդ մոմե 1000 կնիկ ստի, ստով, ստահամա։ Քո անունով երկիր բացել են տաղավար, որտեղ չկա ոչինչ խեղճությունից բացի, եւ ծախել են ոգիդ քսմսվելով կողիդ, որ պարերից բոլոր պորտապարը մնա։ Քո անունով երկիր, ինչ բարեր են շինել, ինչ տաղեր են հանել լայն պողոտա, որ կանգառները թին մնան անտես, անդին, որ չբացվի լույսը դարագնա։ Քո անունով երկիր բարձրացել են վզիտ ու ոտքերն են ճոճում լակոտներդ հիմա եւ տզրուկի նման քո վաստակն են ծծում բերաններով անկուշտ ու անխնա։ Քո անունով երկիր դες հասակ են արել գաճաճները, որոնք չունեն հասակ եւ ճակատին քո սուրբ դիրտ ու փոշի շարել, բաղձանքներ են կապել անապագա։ Քո անունով երկիր, քեզ են թիավարել բետոնապատ հոգու լաբիրինթում, որ չմնա քեզնից քո անունը անգամ, որ մոռացվես գնաս համայնական մթում։ Բայց իմաստուն հորպես ցավով ժպտում հիմա եւ դիտում ես նրանց մեկիկ, եւ ձեռքերով քո լուրջ նրանց անառակված ձեռքերից ես բռնում թարմ ու փափլիկ։ Ու տանում ես նրանց այնտեղ, որտեղ հողն է պահել իր մեջ սիրո 1000 գաղտնիք, որտեղ անուն դու կկանչես նրանց, զավակների տկար, անարգասիկ։ Դու կկանչես նրանց ինչպես արձագանքը սարից վերև թռած հսկա արծվի, որի ճախրանքին են հետևելու նորից հայացքները նրանց կույր անհոգի, որի ճախրանքին են հետևելու հաստատ բերանքսի վայր ընկած զավակներդ այն խորտ, որոնք որպես վերջին վերադարձ քո կանչին քո անունն են տալու որպես նոր ուխտ։ Քո անունն են տալու 1000 շարված, 1000 վարված սրտեր հայի, որդիներիդ ոգու հավերժ վերադարձով լցվելու է գիրկը քո ամայի։ Հիշում եք, ասում էի, որ այսօր փորձել ենք այս շնորհանդեսի ձևաչափի մեջ մի հատված ինտեգրել, որն այդքան բնորոշ չէ գրական երեկոներին, եւ անկեղծ պիտի ասեմ, պատճառը ես եմ, որպես հեռուստատեսության մարդ, ով սիրում է հարցեր տալ։
Երբ հանդիպեցինք Նուշիկի հետ ու խոսեցինք նրա գործերի մասին, ես ծանոթացա այս երկու ժողովածուներին, հարցեր ծագեցին, որոնց պատասխանները անշուշտ կարող էի սուրճի սեղանի շուրջ ստանալ հեղինակից, բայց որոշեցինք բերել շնորհանդեսի այս փոքրիկ գողտրիկ բեմ ու հարցազրույց այստեղ անել։ Սիրելի Նուշիկ, ճիշտ պահն է, որպեսզի եւս մեկ անգամ ձեր հասցեին ծափահարություններ լսեք։ Շատ լուրջ հարցեր չտաս։ Չէ, բոլորովին։ Նույնիսկ մի քիչ կարծում եմ մակերեսային պիտի լինեն, որովհետև որպես ընթերցող եմ այս հարցերը բերել ինձ հետ։ Ասում են, չէ, սովորաբար հեղինակին մի հարցրեք, ինչ էիր ուզում ասել, երբ նկարեցիր այս նկարը, ինչու այսպես վերնագրեցիր այս բանաստեղծությունը, այս վեպը, բայց ես որպես ընթերցող ունեմ հենց այդպիսի հարցեր, որ ուզում եմ հարցնել ինչու։ Եվ առաջին ինչուն հենց վերնագրերի մասին է։ Քանի որ 15 տարվա ճանապարհ է, կարծում եմ մեկ ընդհանրական վերնագիր գտնելը հեշտ չի եղել, ու ինչու հատկապես ձևի անկում եւ ինչու մոռացված դրախտի նոր հասցե։ Աննա ջան, ուրեմն ամենադժվար երևի գրել է այդքան բարդ չէ, ինչքան վերնագիր ընտրել է ինձ համար գրքերին, հատկապես որ ուզում ես վերնագիրը զավակի անունի նման բան է։ 9 ամիս պահում ես, հետո սկսում ես 900 հատ անուն գրել թղթի վրա, մինչև հասկանաս որ անուն։ Բայց երբեմն լինում է, որ անունները գրում ես, հետո ծնվելուց հետո հասկանում ես, որ չէ, այս է սրա անունը, եւ այս գրքերի դեպքում էլ նույն կերպ եղավ։ Ես այլ անուն էի ընտրել, կարծեմ պարոն Բախչինյանը կհիշի, բայց հետո գրքի ծննդից հետո հասկացա, որ արդեն պիտի ուրեմն այլ անուն լինի։ Մոռացված դրախտի նոր հասցեն եւ ձևի անկումը երկուսն էլ գրքերում ընդգրկված գործերից տողեր են, մոռացված դրախտի նոր հասցեն մարդու ներսում գտնված դրախտի մասին է, որը ըստ իմ այլ գործերի եւ ըստ իմ համոզման այսօրվա ժամանակներում մարդու ներսի դրախտը բռնազավթված է կամ գողացված է։ Եվ ես իմ գրքի միջոցով փորձում եմ մարդուն ցույց տալ դեպի այդ դրախտ հասնելու նոր ճանապարհը կամ նոր հասցեն։ Եվ ձևի անկումը հավանաբար ավելի հռետորական վերնագիր եմ փորձել որպես դնել, որովհետև ես համոզված եմ, որ մենք այսօր առավել քան երբևէ ավելի շատ ենք ձևի հետևից վազում, ձևն ու բովանդակությունը միայն հավասարակշռության դեպքում կարող են առողջ կյանք ստեղծել, երբեմն ձևը այնքան է բովանդակության վրա ծանր քող փռում, որ ես ստիպված եմ եղել այստեղ ձևի անկման մասին գրել մի գործի մեջ, որը Տաթևի շուրթերից հնչեց ծնունդը, որ հայելիները խաբում են մեզ, ժողովուրդ, հայելիները ամեն ինչ ցույց չեն տալիս։ Եվ այո, մենք ամեն օր շպարում ենք, սանրում ենք մեր ձևը միայն։ Եվ կարծում եմ գրականությունը օգնում է մարդուն նաև իր ներաշխարհը շպարել, սանրել։ Դրա համար ես ձևի անկում եմ առաջարկում, որպեսզի վեր հառնի հոգին։ Այդպես։ Շնորհակալ եմ։ Էլի ոչ մասնագիտական զուտ ընթերցողի տպավորություն, ձեր լեզուն, ձեր հայերենը շատ յուրահատուկ է, շատ պարզ է ու հարուստ է միաժամանակ, շատ բազմաշերտ է, շատ հասկանալի է։ Հնարավոր է արդյոք, որ սա արևելահայերենի ու արևմտահայերենի գոյակցությունն է ձեր ներսում, արդյոք նրանք հաշտ են, պայքարում են, ձեր ստեղծագործության լեզուն այսօր արևելահայերենն է, բայց դուք գրողն եք նաև արևմտահայերեն։
Շատ շնորհակալ եմ հարցի համար, որովհետև ես դեռևս Հալեպում ապրած տարիներին, նրանք, որոնք իմ առաջին գրքույկը կհիշեն, Սպասիր արևը, գուցե նաև հիշեն, որ ինձ բավական քննադատեցին Հալեպում այն բանի համար, որ ես արևելահայերենով էի գրել գիրքը, բայց մեսրոպյան ուղղագրությամբ։ Ասեմ, որ դա չի եղել ընտրություն, հատուկ որոշում արևելահայերենով գրել, բայց ես 10, 12, 13, 14 տարեկանում շատ բավական լուրջ ընթերցող եմ եղել եւ իմ ժամանակի մեծ մասը ընթերցանությամբ էի անցկացնում եւ շատ էի կարդում մեր գրողներին, արևելահայ գրողներին եւ արևելահայերեն մտածելը ինձ համար շատ բնական էր, ձև չէր եւ անկեղծ ասած որոշում անգամ չեմ կայացրել, ես պարզապես երբ առաջին բանաստեղծությունը գրել եմ արևելահայերեն, իդեպ քանի որ առիթ է նաեւ ասեմ երբ է դա եղել առաջին բանաստեղծությունը 1988 թվին, ինչն ենք հիշում բոլորս, երկրաշարժ, պատկերացրեք մի աղջիկ 14 տարեկան, 13 տարեկան, հայկական դպրոցում գրասեղանի հետևում նստած եւ հանկարծ մեր հայոց լեզվի ուսուցչուհին ուրեմն մտնում է դասարան եւ հայտարարում է, որ Հայաստանում, Սպիտակում, Լենինականում այսպիսի աղետ է տեղի ունեցել եւ չգիտեմ այդ օրը ինձ հետ ինչ կատարվեց, ես հավանաբար նաև հասկացա, տեսա, որովհետև պատմեցին, որ իմ տարիքի երեխաներ այլևս չկան, դպրոցներում, փլատակների տակ են մնացել կամ տներում եւ հավանաբար այդ ահռելի կուտակումը իմ մեջ որպես երեխա, ես չիմացա որտեղ գնամ, ինչ անեմ, ինչպես գոռամ, որտեղ լաց լինեմ։ Ես հիշում եմ այդ օրը ուրեմն դպրոցից վերադարձա տուն, անգամ երևի ծնողներիս հետ երկու բառ հազիվ փոխանակելու առիթ ունեցա, մտա իմ սենյակ, անգամ լաց չեղա, բայց առաջին բանը որ արեցի, թուղթ հանեցի իմ դարակից եւ գրեցի երկրաշարժի մասին։ Դա եղավ իմ գրական կյանքի առաջին քայլը։ Եվ դա եղավ արևելահայերենով։ Այնպես որ լեզվի մասին չեմ մտածել, ես հավասար տիրապետում եմ նաև արևմտահայերենին, սիրում եմ զույգ լեզուները, բայց մի բան էլ ասեմ, մի քիչ ավելի գործնական, թեպետ ցավոտ գործնական, արևելահայերենի ընտրությունը նաև կապված է այն բանի հետ, որ ի վերջո եկեք խոստովանենք, որ մեր ընթերցողների մեծ մասը Հայաստանում են եւ արևելահայերեն են ընթերցում։ Շատ կուզեի, որ բոլոր կողմերը, բոլոր հայերը երկու լեզուներով հանգիստ ընթերցեին եւ գրողը չունենար այդ խնդիրը, բայց ես արևելահայերեն եմ մտածել նաեւ եւ այդ լեզվով բնական գրել եմ եւ չեմ դժգոհում։ Այդպես։ Տեսեք, մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ գրավոր խոսքը կարծես ինչ որտեղ նահանջում է, որովհետև այն քանակությամբ տեսալսողական բովանդակություն է ստեղծվում, որ գիրը քչանում է, պակասում է, գուցե տեղափոխվում է այլ տիրույթներ, համացանց, բայց այլևս այն ծավալով գրավոր ինֆորմացիա չենք սպառում մենք, որքան նախկինում էր, հա, երբ ենք վերջին անգամ թերթ վերցրել մեր ձեռքը, երբ ենք վերջին անգամ նամակ գրել, քանակապես գուցե նաև որակապես գրավոր խոսքը ինչ-որ նահանջի ժամանակաշրջան է ապրում եւ այդ ժամանակաշրջանում դժվար է, չէ, գրողի գործը ավելի, երբ դու գիտես, որ մարդիկ կնախընտրեն աուդիոգիրք, ֆիլմ, սերիալ, սա դեռ որակյալ բովանդակության մասին եմ խոսում, ինչքան ավելի անորակ նյութ ենք մենք սպառում ի հաշիվ գրավորի։ Ունեք այդ զգացողությունը, որ այս նոր ձևաչափերը ճնշում են գրողին։ Իհարկե, ուրեմն նախ կարծում եմ բոլոր գրողները, բոլոր արվեստի մարդիկ կհամաձայնեն, որ այսօր առավել քան երբևէ բավական հետաքրքիր ժամանակներում ենք ապրում բոլորս, ես չեմ դժգոհում, ասեմ ինչու։ Ես չէի ասի, որ գրելու, հա, այդ մեր
սովորույթը նահանջում է, չէի ասի, բայց ես երևի կձևափոխեմ, կասեմ ձևափոխվում է, չի նահանջում, ձևն է փոխում իմ կարծիքով։ Ուրեմն բոլորս էլ ամեն օր Facebook-ում ենք, չգիտեմ, մեծամասամբ սոցիալական հարթակներում, ես վստահ չեմ, որ գիտակցում ենք ինչ է կատարվում մեզ հետ։ Մենք, եթե կողքից մեզ դիտենք, շատ ահավոր խեղճ վատ վիճակում ենք, ժողովուրդ, մարդիկ, ասեմ ինչու։ Փորձել եմ ինքս վերլուծել, միգուցե դեռ կամ դեմ կարծիքներ կլինեն, խոսենք։ Ուրեմն բացում ենք սոցիալական ցանցերը եւ դուք զգում եք ինչ արագությամբ ինչերի ենք հետևում։ Այսինքն, այսօրվա մարդուց առաջին բանը, որ խլել են, իր կենտրոնացումն է։ Որ այդքան հարկավոր է ընթերցելու համար։ Այո, ուրեմն կենտրոնացումը տեսեք ինչի վրա է։ Scroll արագ-արագ թերթում ենք, չէ՞։ Եվ դժգոհում ենք, երբ որ մի քիչ երկար է։ Տեսեք, նույնիսկ այս շնորհանդեսից առաջ իմ մտերիմներից շատերը ասում էին շատ չերկարես, մարդիկ չհոգնեն հանայ։ Որովհետև վախ կա, մարդը ուզում է ամեն ինչ արագ անի, պրծնի, գնա, չգիտեմ, մտ հավես չկա։ Լավ, ինչու։ Մտածել ենք, թերթում ենք սոցիալական հարթակները, բայց չենք նկատում, որ արագությունը չի կարող թույլ տալ մարդուն խորանալ որևէ բանի մեջ։ Ես մեր դարի վերնագիրը անունը դրել եմ մակերեսացման դար, հակախորացման դար, և գրականությունը միակ տարածքն է, խոսքս լավ գրականության մասին է, միակ տարածքն է, որտեղ մարդը իր բնական էությանը վերադառնալու հնարավորություն է ձեռք բերում։ Միակ տարածքն է, որտեղ մարդը լռում է, չի խոսում, պիտի կարդա, որովհետև եթե մեր կյանքը դիտենք առավոտից մինչև գիշեր և փորձենք վերլուծել, թե ինչքան աղմուկ կա այսօր այս աշխարհում, և ինչ բարձրաձայն է ամեն ինչ, քեֆերը բարձրաձայն, տխրությունները բարձրաձայն, տելևիզորը բարձրաձայն, չգիտեմ, ամեն ինչը բարձրաձայն, և այնպիսի հերձերով ենք մեր լսում, որ Աստծուց տրված մեր ականջները կախվում են, չեն դիմանում այդ աղմուկին։ Գրականությունը միակ տարածքն է, որը մարդուն մտերմաբար սիրով ստիպում է լռել, ձեռքից բռնում է, ասում է հանգիստ, մի րոպե, միշտ ապիր, ուր ես գնում, հանգիստ և ստեղծում է տարածք, որպեսի մարդը ինքն իր հետ հանդիպի, ինքն իրեն տեսնի, ինքն իր հետ սրուցի, մտորի, այսքան, լավ բան է, չէ՞ անում։ Հրաշքարի պատասխաններ։ Էլի ուզում եմ մեր ժամանակների ֆենոմենների մասին խոսենք, տեսեք մենք հիմա արդեն սովորել ենք տուրբուլենտ աշխարհ ձևակերպմանը, արդեն նորմալ է մեզ համար, որ մենք տուրբուլենտ աշխարհում ենք ապրում, բայց այս դժվար ժամանակներում, որ մենք ապրեցինք, գուցե դեռ շարունակում ենք ապրել կամ գուցե բոլոր ժամանակներն են այդ ժամանակվա մարդկանց համար ծանր ու տուրբուլենտ եղել, բայց այսպիսի մի խոսույթ կա, որ տեսեք աշխարհում ինչ է տեղի ունենում, պատերազմներ, համաճարակներ, իսկ դուք այստեղ գիրք եք գրում, դուք երգում եք, պարում եք, այսինքն արվեստագետի հանդեպ մի այդպիսի կշտամբանք կա, որ սպասեք, հիմա ժամանակը չէ համերգ ու ներկայացում գնալու, ժամանակը չէ բանաստեղծություն գրելու, որովհետև դա ավելի լավ ժամանակների համար է։ Դուք ինչ եք մտածում եւ արդյոք լսել եք նման կշտամբանք ձեր հասցեին, որ սպասի մի փոքր ավելի լավ ժամանակներ եթե կշտամբանքները լսեմ, գրելու ժամանակ չեմ ունենա։ Դրա համար ես նախընտրում եմ գրել։ Տեսեք, հետաքրքիր բան է, գրականությունը ընդհանրապես 3 իմ կարծիքով շատ կարևոր հարթությունների վրա մեծ դեր է խաղում։ Առաջինը
հիշողության համար գրականությունը մարդու հիշողությունն է պաշտպանում։ Ես չգիտեմ, սրանից ավելի կարևոր բան կա։ Մեր ժամանակների պատերազմների մեծ մասը հիշողությունը վերացնելու մասին են։ Ինչ որ չի փահանում են, մարդու փոխում են, ասենք խորհրդանշական եմ ասում։ Անցյալի հանդեպ հիշողությունը հավանաբար աշխարհը դեպի ավելի լավ տեղ է գնում։ Մենք չգիտենք, ժողովուրդ, մենք միասին ենք գնում։ Եվ հավանաբար կան բաներ, որ պետք է այլևս մարդուն պետք չգան, վաղվա մարդուն, հավանաբար։ Ես գիտնական չեմ, ես չեմ կարող շատ վստահ լինել իմ ասածի վրա, բայց սրանք իմ մտորումներն են։ Բայց գրականությունը այն գործիքն է, որը երկարաժամկետ հիշողություն է ապահովում մարդուն։ Սա մեկ։ Երկրորդը ես չեմ կասկածում, որ գրականությունը մարդուն շատ ավելի նրբացնում է։ Եկեք մի վարքյան հիմա նայենք, մանավանդ բոլոր նրանք, որոնք սոցիալական հարթակներում են։ Ինչքան ենք իրար հայհոյում։ Ինչքան ենք ասում հետևյալ բառը, շատ չարացած ենք, բան եւ այլն, չէ՞։ Ինձ թվում է չարանում է այն մարդը, որ ինքը դադարել է ինքն իրեն սիրել։ Մարդը, որը ինքն իրեն սիրում է, նաև դիմացինին սիրելու ունակություն ունի։ Բարյանալու համար ոչինչ չի անում։ Այո, եւ երբ որ սիրում ես ինքդ քեզ եւ դիմացինին, դու չես կարող բարի չլինել։ Գրականությունը նաև այդ հարթության մեջ է մարդուն օգնում։ Մի քիչ առաջ ասեցիք պատերազմների կամ ժամանակը չէ եւ այլն։ Գիտեք, գրականությունը ոչ մի պատերազմ կանգնեցնել չի կարող, ցավոք, այդքան ուժ չունի։ Բայց գրականությունը պատերազմի մեջ գտնվող մարդու հոգին կարող է խաղաղեցնել։ Գրականությունը գուցե փոթորիկները եւ հողմերը կանգնեցնել չի կարող, բայց գրականությունը կարող է մարդուն տալ այնպիսի նավակ, որ այդ փոթորիկների միջով ապահով անցնի։ Հրաշալի է։ Մեր հյուրերը հուսով եմ շատ չեն հոգնել, բայց մի կարևոր հարց էլ կա, մի քիչ էս մտորումներից դուրս ավելի պրակտիկ դաշտի հարց։ Տեսեք, մի անգամից երկու գիրք է լույս տեսել, որ այսօրվանից արդեն վաճառքում կլինի։ Ինձ հետաքրքիր է դուք ինչպես եք գնում դեպի ձեր ընթերցողը կամ առհասարակ ձեր պատկերացմամբ գրողն ինչպես պետք է կանչի իր ընթերցողին, ինչպես պետք է տեղի ունենա նրանց հանդիպումը։ Եթե կարող ենք սա գրական մարքեթինգ կոչել, ապա ձեր պատկերացումները ինչպիսին են այդ ուղիների մասին, որոնցով ավելի գրավիչ պիտի լինի ձեր ստեղծագործությունը ու ավելի հասանելի լինի այն մարդուն, ով սպառողն է այդ գրականությանը։ Շնորհակալ եմ շատ հարցի համար։ Այսօրվա գրողները եւ կարծեմ ոչ միայն, միգուցե նաեւ երաժիշտները եւ նկարիչները մի քիչ նաեւ իրենց ներկայացուցիչներն են կամ մարքեթինգ անողներն են կամա ակամա ուզեն չուզեն։ Ես կերազեի, որ իմ փոխարեն դա ուրիշ մեկը աներ, բայց անկեղծ ասած իմ գործերի մեծ մասը այբից եւ ով է փորձում եմ ես անել, որովհետեւ ինքս վստահում եմ ինձ եւ առայժմ Հայաստանում ցավոք գրականության ասպարեզում չունենք շատ ասենք օղակներ, որոնք զբաղվում են կոնկրետ գրողի գործունեությամբ, աճմամբ, թարգմանվամբ, դրսի աշխարհ, հա, դեպի տանելու։ Ուրեմն գրողը ինքը պիտի փորձի անել այնքան, ինչքան կարող է։ Ես համոզված եմ, որ ոչ մի ընթերցող գիրք չի գնում։ Ընթերցողները գնում են հեղինակին։ Եթե հեղինակը կարողացավ իր հույզերը, իր սերը, իր մտորումները, իր ասելիքը վստահելի ճանապարհով առանց ընթերցողին խաբելու ամենայն անկեղծությամբ եւ անմիջականությամբ իր գրականության միջոցով հասցնել ընթերցողին, գրքերի վաճառքի մասին չենք մտածի։ Գրքերը կվաճառվեն,
որովհետև գրողը անպայման ինչ որ ճանապարհ կփնտրի հեղինակին հանդիպելու գրքի միջոցով։ Այս դահլիճում բավական իմ ընթերցողներից կան, կարծում եմ, եւ ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եք, եւ կա նույնիսկ ընթերցող, որ վերջերս ինձ այնպիսի մի նախադասություն ասեց, որ ես շատ հուզվեցի եւ երևի շատ խոշոր բան էր դա ինձ համար, ասեց, երբ որ քեզ կարդում եմ, ես ինձ ապահով եմ զգում, որ ես մենակ չեմ եւ կա մարդ, որը նույն կերպ է մտածում։ Գրողը ընթերցողին պիտի հասնի իր անմիջականությամբ, անկեղծությամբ, որովհետև գովազդվող գրքերը չեն, որ մարդիկ ուզում են գնել։ Մարդիկ ուզում են գնել այն հեղինակին, որի լեզուն, որի միտքը, որի մտորումները իրենց հոգեհարազատ են։ Ես կարծում եմ, որ այսօր առավել քան երբևէ, ինչքան էլ ասենք գեր անցողիկության դար է, անցողիկ մարդը, որը արդեն շատ կարճ ժամանակվա կյանք ունի, հիմա շատ ավելի շտապում է մեռնել։ Ամեն ինչը արագ է անում, ուզում է շատ արագ, չգիտեմ ուր հասնել, որովհետև այդ արագությունը առողջարար բան չէ։ Դրա համար այնուամենայնիվ թույլ տվեք ինձ ոչ թե գովազդել, այլ վստահեցնել, որ այս երկու գրքերը կօգնեն իմ ընթերցողին կանգ առնել, հանգստանալ, լռել, խորել, եւ շատ ավելի, այո, ապահով զգալ այն աշխարհում, որը դեռևս ինքն էլ չգիտի դեպի ուր է գնում, ուր որ գնում է միասին կգնանք։ Ես իմ հարցերի պատասխանները ստացա, բայց մի բան պակասում է Նուշիկ։ Դուք այսօր պետք է ընթերցեք մեզ համար։ Սիրով։ Տիեզերական ձանձրույթն է հիմա կախվել անհունի կապույտ մատներից եւ դարը մարդու ահռելի մի բեռ ընկնում է կյանքի բարակուսերից։ Տիեզերական ձանձրույթն է վաղուց իր բաժին խաղը ուզում վերհիշել եւ գլորում է ահավոր օդում երկու հսկա զառ, անթիվ, անսևեր։ Երկու հսկա զառ մարդու երեսին, որտեղից դեմքի դիակն են հանում եւ պարապության վիթխարի մի ծես, որ ժամանակի հոգին է տանում։ Չկան ուղիներ եւ չկա ճամփա, որտեղից պետք է ոտքերը անցնեն, բոլորն են հիմա անթև, անգնա, չգիտեն ինչպես եւ ինչով թռչել։ Տիեզերական ահեղ մի ձանձրույթ երկկոտոշ ահի գլխով անկշիռ իջնում է արագ մարդու սին դեմքին, փչելով նյութի ոսկեփայլ փոշին։ Ու փռշտում են աչքեր մահացած, կեղծ արթնացումի բիբերով արծաթ, եւ չեն գտնում արվեստը, որից պիտի ծնվեին ճամփաները բաց։ Չեն տեսնում ոչ բառ, ոչ ոգի, մեղեդիների թաղման այս դարում, տիեզերական այլասերում է, եւ ինչ որ մեկը լույսերն է մարում։ Բայց պտույտն այս կուղբ, օղակն այս անանցք, դեռ մարդու դարի շուրջն է պտտվում, եւ գուցե նյութից ոսկե փոշուց զատ կա մի արահետ, որ նոր է փռվում, գուցե նոր պիտի սկսվի դարը, որի կռնակին ձանձրույթն է կախվել, եւ գուցե մի նոր մեղեդով ոսկե տաղերով պետք է հմայվել, գուցե պարապը լցվի արցունքով, գուցե ծիծաղեն մեռածներն անգամ, եթե դարը նոր սնվի արվեստով, եթե վերհառնի մարդը իսկական, տիեզերական ձանձրույթն է հիմա կախվել անհունի կապույտ մատներից, եւ ինչ որ մի բան պիտի որ ծնվի նույն հսկայական ահեղ զրոյից։
Եվ վերջինը երկիրը միշտ է ներկա։ Երկիրը միշտ է ներկա։ Այստեղից անդին, գարունների հայացքում, ձյուների տակ, թափվող տերևների հետ մայթեզրին կուտակված, արևից խանձված, երկիրը միշտ է ներկա։ Եվ եթե հանկարծ չտեսնես ու չհանդիպես նրան, ուրեմն այդ դու ես բացակա։ Ուրեմն այդ դու ես վարակույր քաշել երկրի վրա։ Երկիրը միշտ է ներկա, սահմաններից և պատերազմներից էլ հսկա, ձեռքերով ամբռնելի նման վազող ավազի, սիրտն զգալու համար բազմերակ ու անզննելի, գիրկն ընկնելու համար մերթ մոր, մերթ հոր նման երկիրը միշտ է ներկա։ Քեզնով, առանց քեզ, ընթացքով լեղի, արշալույսով հղի, ցնդած ցասումով, երկյուղով ցավի, ցնծության համով, լիությամբ գավի, երկիրը միշտ է ներկա, եւ միայն որդիներն են նրա պատմության մատներին շարված համրիչի հատիկների պես մերթ առաջ, մերթ ետ շարժվում զեհի վրա։ Երկիրը միշտ է ներկա։ Ներկա ինչպես անցյալն ու ապագա։ Ներկա ինչպես օդը։ Ներկա ինչպես օրը վաղվա։ Որի մեջ գուցե քեզ լինելու տեղ չմնա, բայց այսօր, վաղը և մյուս օրը, քեզ հետ թե առանց քեզ, կյանքի նման և մահվան պես, տիեզերքի համայնական լռության մեջ Աստծու ձեռքից կախված զրնգացող զանգ որպես։ Կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ, երկիրը միշտ է ներկա։ Շուտ գնացիք բերից, այս ծափանությունների ձնիկները։ Շնորհակալություն բոլորին, հիմա իսկապես շնորհակալությունների պահն է, պետք է շնորհակալ ու երախտապարտ լինենք ցանկացած երևույթի համար, որ մեր կյանքում կա ու Նուշիկի ստեղծագործություններում էլ այդ միտքը կա, որ շնորհակալությունը իր հետ պարգևներ է բերում։ Այսօր իհարկե պետք է շնորհակալություն ասել Զանգակ հրատարակչատանը, լույս ընծայված սքանչելի այս զույգ գրքերի համար։ Շնորհակալություն հայկական բարեգործական ընդհանուր միությանն ու հայ երիտասարդաց ընկերակցությանը, որոնք ջանք չխնայեցին, որպեսզի այսօրվա երեկոն կայանա այս ջերմ գեղեցիկ մթնոլորտում։ Եվ իհարկե շնորհակալություն ձեզ, սիրելի հյուրեր, մենք հիմա առաջարկում ենք ձեզ վայելել Նուշիկի հետ շփման գեղեցիկ պահերը, մենք ունենք հրաշալի հյուրասիրություն, գրքերի վաճառք, մակագրություն, այն ամեն ինչ ենթադրում է անմիջական շփում ու ջերմ մթնոլորտ։ Խնդրեմ համեցեք։